մարդիկ, ովքեր Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, հանձնել են, պատճառ են դարձել էթնիկ զտման, կանգնած ուղիղ արցախցի կնոջ նայելով ասում են դե ճանաչեք Արցախ Ադրբեջանի կազմում։ Դե ասա Ղարաբաղ, Արցախ չասես հանկարծ ու հանկարծ։ Սա հակամարտկային է, անմարտկային է, սա քաղաքական հարթության մեջ չի, որ մենք հիմա քաղաքական պատասխաններ հնչեցնենք։ Կամ այդ մյուս հարցադրումը։ Իսկ ինչու էթնիկ զտման ենթարկվելու ժամանակահատվածում, Տիկին Հովսեփյան, դուք հենց Ստեփանակերտում չէիք։ Լավ է չարծրեցին, իսկ ինչու են բենզալցակայանում չէիք, որ պայթեց։ Բանիկոր Փաշինյանը այդ օրերին ուղիղ եթեր էր մտնում, ասում էր, ինչ էթնիկ զտման մասին, սովորական քաղաքացիներին վտանգ չի սպառնում, ժողովուրդ ջան, որևէ խնդիր չկա։ Ես իսկապես կարծում եմ, այս բարոյական հարթությունը չպետք է անցնել։ Քաղաքականությունը քաղաքականություն, բայց բարոյական այս հարթությունը ոտատակ տալ ուղղակի անմարտկային է, հակամարտկային է, կրկնում եմ եւս մեկ անգամ։ Ու սա, գիտեք, ես առանձին սրան չէի անդրադառնա, եթե չզգայի, որ սա ընդհանուր պատերն է, մոտեցումը արցախցիների նկատմամբ։ Երբ որ երկրի ղեկավարը մետրոյում արցախցի կնոջը հանդիպելիս փախածներ ձևով է իրան դիմում։ Հա, երբ որ արցախցի տղամարդ ով իրեն հակադրվում ասում է, դու ընդհանրապես ինչ ես խոսում, ինչու՞ չես զոհվել։ Այս համատեքստը շատ վտանգավոր է։ Անհնար է բերել դիսկուրս ձեր կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների բարեկամության եւ հարաբերությունների հաստատման մասին, միևնույն ժամանակ Հայաստանի ներսում նման ատելություն սերմանել։ Ու արդեն սա քաղաքական ատելություն չի։ Սրան պետքա վերջ տրվի, մեր ժողովուրդը չունի այդ ռեսուրսը միմյանց նկատմամբ ատելության ու իրար ուտելու։